օրեր առաջ մայրաթոռում էինք։ Հանդիպում էինք խնդրել հասկանալու համար ինչ տեսակի, ինչ որակի, ինչ խորության ճնշումներ են պատրաստ իրականացնել, ինչու միջով են անցնում քահանաները, հոգևորականները առհասարակ։ Պատկերը իրականում շատ տխուր է, որովհետև պետական չինովնիկները տարբեր ռանգի ներառյալ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները գալիս են հոգևորականներին, այսպես ասած, համոզելու, դավանափոխ լինելու, Նիկոլ Փաշինյանի ստեղծած նոր շարժման միանալու, բայց նաև մյուս կողմից շատ ուրախություն կար մեջներս, որովհետև բարձվում է այն պատկերը, որ մենք ունեինք գլխում, այդպես չի, հա, բարձվում է ոչ բոլոր հոգևորականներն են ոչ արժանի, հոգևորականին ոչ արժանի կյանքով ապրել, հետևաբար շանտաժի թեմա չունեն իրանց վրա ու իրենք իրենց դիրքերում հստակ կանգնած մնացել են տղաները։ Ես ուզում եմ հատուկ, ես ռոլիկը նկարում եմ, շնորհակալություն հայտնելու այն քահանաներին, ովքեր միջև այս դժվար պահերը այնպիսի առաքինի կյանքով են ապրել, որ իրանց Նիկոլի նմանները շանտաժ անելու մատերիալ չեն կարողացել ստեղծել եւ չեն կարողանում իրանց շարքերը բերել համալրել եւ նաեւ իրենց մերոնին, իրենց կրոնին, իրենց հավատին, եկեղեցուն հավատարիմ են մնացել։ Տղաներ, դուք իսկապես շնորհակալություն ձեզ հայտնելու, իսկապես արժանի եք։ Շնորհակալություն եւս մեկ անգամ եւ ձեզ եւ ձեր ընտանիքի անդամներին ուշադրություն կան հոգևորականներ, որոնք ընտանիք ունենալու իրավունք ունեն ու պատկերացրեք թե ինչ ապրումներ են ունենում այդ մարդիկ, երբ որ գիշերվա 1000-ին գալիս են այդ մարդկանց դուռը ծեծում են, դուրս են կանչում, տենց զրուցների էլի ռազմորկեք էլի Նիկոլի պատվերները կատարելու համար են գալի։ Ինչ ապրումներ են ունենում այդ մարդկանց, այդ քահանաների, այդ հոգևորականների ծնողները, կանայք, երեխաները, ինչ վիճակի մեջ են հայտնվում։ Ապրեք տղաներ, դուք արժանի զավակներն եք ձեր ազգի, ձեր եկեղեցու, իմ սատարումը ձեզ։ Շնորհակալություն։